Իրանի դատարաններից մեկը մահապատժի է դատապարտել Ամիր Միրզա Հեքմեթիին, ով նախկինում ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում։ Դատարանը համարել է, որ նա Աֆղանստանում եւ Իրաքում հատուկ պատրաստություն է անցել, որպեսզի Իրանում լրտեսի Միացյալ Նահանգների օգտին։ Նրանք իրականացնում էին ամերիկյան նախագծերը հիմնականում օգտագործելով սոցիալական ցանցերը, վիրտուալ տարածքը ընդհանրապես։ Երբ մեր հետախուզությունն ավարտեց աշխատանքը, մենք ձերբակալեցինք նրանց։ Այդ մարդիկ իրականում կարևոր դեմքեր չէին, քանի որ նրանց ցանցն Իրանի դեմ գործողություն իրականացնելու համար չուներ բավարար ուժ։ Այդուամենայնիվ վստահորեն կարելի է նշել, որ նրանք դերակատարում ունեին այն գործողություններում, որ ԱՄՆ-ն ծրագրել էր իրականացնել Իրանի գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Ամիր Միրզային մահապատժի ենթարկելու վճռից մի քանի ժամ հետո Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, թե Իրանը չի ընդգրկելու պատժամիջոցների միջազգային սպառնալիքների վտանգի առաջ եւ շարունակելու է իրագործել խաղաղ նպատակով ատոմային էներգետիկան զարգացնելու իր իրավունքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, թե Վաշինգտոնը կարող է հարվածել, եթե Իրանը շրջափակի Հորմուզի ջրանցքը։ Այնտեղով է տեղափոխվում Պարսից ծոցից համաշխարհային շուկա արտահանվող նավթամթերքի 40%-ը։ Այդուհանդերձ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը քննարկում են, թե ինչ անել, եթե Իրանն իրոք փակի Հորմուզի ջրանցքը։ Էներգետիկայի միջազգային գործակալությունն առաջարկել է այդ դեպքում օգտագործել միջազգային ռազմավարական պաշարները։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը կարող է հրաժարվել Իրանից նավթ ներմուծելուց։ Հին աշխարհի արտգործնախարարները հնարավոր է այդպիսի որոշում կայացնեն հունվարի 30-ին։ Եվրամիությունը ներմուծում է Իրանում արդյունահանվող նավթի 20%-ը։